Երուսաղեմի հայոց եկեղեցուն պատկանող Կովերի այգի կոչվող տարածքի հարցը քննվում է դատարանում, գործն անցել է դատարան, մեկ այլ դատական գործով էլ հայոց եկեղեցուն մեղադրանք է ներկայացված միլիոնավոր դոլարների հարկեր չվճարելու մեջ, ինչ ընթացքում են այս դատական գործերը։ Ուրախ ենք, որ մեր առիթը դրիկ ներկայացնելու Երուսաղեմի հայ համայնքի եւ եկեղեցու խնդիրները։ Ուրեմն սկսենք Գովերու Բարգեզի հարցով, այս բահին ցավական հայցեր ներկայացված են Երուսաղեմի թագարանում սեպտեմբեր ամսվա ընթացքին սեպտեմբեր 17-ին արդեն համայնքի կողմէ ուղղված ցավական հայցը պիտի քննարկվի Երուսաղեմի թագարանին ներս համայնքի հայցը կբանչի ամբողջովին չեղարկել Գովերու Բարգեզի պայմանագիրը 98 տարվա երկար ժամկետի վարձակալության պայմանագիրը եւ մինչ այդ համայնքի անդամները պաստապանական թիմերը աշխատում են որպեսզի համայնքի թիմած ցավական գործընթացը ճիշտ ուղղությամբ մնա եւ հաջողությամբ հասցնենք եւ նաեւ կարողանանք չեղարկել այդ պայմանագիրը քանի այդ պայմանագիրը շատ վատ եւ վտանգավոր պայմանագիր մնի հայկական ներկայության համար Երուսաղեմի մեջ իսկ քալով եկեղեցու հանդեպ ուղղված հայցերը բարդքերը որ նաեւ գասմին Երուսաղեմի քաղաքապետարանի կողմէ ուրեմն այս բայի թրությամբ փետրվար ամսվա ընթացքին դերի պետք է ունենար ցավական նիստ բայց այդ ցավական նիստը հետաձգված է քանի բայդիարքարանը եւ Երուսաղեմի քաղաքապետարանը արդեն գարզես թե որոշ փանացության կամ որոշ գաբմը հաստատած ստեղծած են որպեսզի այս հարցի լուծման հասնեն արժե նշել որ 2015-ին երբ որ այս հարցը նաև դարձյալ բարձրացավ Երուսաղեմի քաղաքապետարանի կողմէ ուրեմն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն այն ժամանակ խնդրած էր որպեսզի հանձնախումբ մգազմվի ներառյալ եկեղեցիները եւ Երուսաղեմի քաղաքապետարան եւ կառավարությունը ուրեմն մենք վերջին ամիսի ընթացքում դարձյալ ոչ էինք արել Իսրայելի պետության որ այդ հանձնախումբի հանդիպումները շարունակվին որպեսզի այս հարցի լուծումը ըլլա Եվ բուն դատական գործերի մասին ինչ կարող եք ասել Կովերի այգու հարցը եւ մյուս դատական գործը, որով հայկական եկեղեցուն մեղադրանք է ներկայացված հարկերից խուսափելու մեջ։ Ուրեմն ինչպես ասեցի, Գովերու Բարգեզի հարցով մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում ցավական նիստ ունենք մինչ այդ Գովերու Բարգեզը Գովերու այգին մեր ցերկն է հայերու ցերկն է, այսինքն սկողություն դերի ունենա քեդնի վրա, որպեսզի ապահով ցեվով բոլորը կարողանան օգտագործել այդ հողատարածքը առանց ոյ խնդրի ընկերության կողմէ ցավական մինչև ցավական կորսընթաց համայնքի հասարակական թիմը պետք է որոշ թուղթեր եւ փաստեր ներկայացնի ցադարան այս բայթությամբ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում Եվ ենթադրում ենք, որ սեպտեմբեր ամսվա ցավական հայցերն հետ արդեն քանի ամիս է նաև նորեն նիստ մտերի կունենա եթե ոյ մեկ լուծումը չի հասնի գողմերու միջև փանացություններու ընթացքին եւ այլն հավանաբար ցավական գործերը շարունակվին եւ ուրեմն ընդհանրապես այսպեսի ցավական գործընթացներ գարան բավական երկար տարիներ դեվել, այսինքն մեկ երկու տարվա հարցը չէ, որովհետեւ մի քանի նիստեր դեղի պետք է ունենան, փաստարկներ պետք է ներկայացվին եւ այլն եւ ցադարանը եւ ցադավորը պետք է բավական լուրջ քննարկեն այդ հարցը։ Ուրեմն գարա բավական տարիներ, երկար տարիներ դեվել Գովերու Բարգեզի պայմանագրի թեմ ուղված ցադական հայցը։ Իսկ մինչ այդ ճիշտ հասկացա, որ տարածքը հայապատկան է մնալու, կարգավիճակը պահպանվելու է։ Այո, դարածքը այս բայթուրությամբ արդեն մոտ այսինքն մի քանի ամիս շարունակ է, որ դարածքը ստատուս կոն դարածքի հանդեպ հայկական է մնալու եւ հայկական ներկայությունն է, որ այդ հողատարածքի վրան է եւ անշուշտ օրվա ընթացքում մենք միշտական հերթականությամբ հողը կհսկենք, որբեսի ընկերությունը ոյ մեկ ադեն չի կարողանա ոչ մեկ փաստ կամ ոյ մեկ ցերկ բերել այդ հողատարածքին։ Այսինքն հայկական փորձում ենք բահել, որպեսզի նաև ցավական գործընթացը չխախտվի եւ չվտանգվի։ Եվ ովքեր են ներկայացնում դատարանում հայոց եկեղեցու շահերը։
ուրեմն թադարանում մենք որպես համայնք կներկայանանք երկու փաստաբանական թիմերով, դեղական փաստաբանական թիմով եւ հայ փաստաբանների ներառյալ հայ փաստաբաններով, որոնք իրենք են ներկայացնում հայ համայնքը, նաեւ հայ եկեղեցին ունի իր թադական հայցը, որ ներկայացուցած է գովերու բարձի չեղարկելու հանդեպ, բայց նաեւ համայնքը իր թադական հայցը ներկայացուցած է, քանզի կհավատանք, որ նաեւ համայնքը իր սելիք ունի եւ համայնքը նաեւ իր կարևորությունը ունի այս հարցին մեջ եւ մեր նպատակը այն է համայնքին, որ ոչ թե միայն համայնքի շահերը բավանենք, այլ նաեւ մեր եկեղեցվո շահերը բավանենք, որովհետեւ 1600 տարվա պատմությունը Երուսաղեմի մեջ այսօր վտանգված է եւ պետք է մենք բոլորս միասնաբար աշխատենք համայնք եկեղեցի սփյուռք հայրենիք, որովհետեւ պաշտպանենք այդ շահերը, որովհետեւ այս շահերը հայկական համահայկական շահեր են։ Գալով համայնքի հետ կապված այլ իրադարձությունների, մասնավորապես ինչ իրադարձություններ են սպասվում ապրիլի 24-ին նախընթաց, ինչ աշխատանքներ են տարվում։ Ուրեմն մենք ամեն տարի ապրիլ 24-ը կնշենք մեծ շուկով, բայց վերջին երկու տարիներու ընթացքին, քանի երկիրը պատերազմական կացության մեջ է, ինչպես գիտեք, ուրեմն մենք որոշ սցենարներ կան, որ ստիպված չեղարկած էինք շահերով երթ եւ այլ ուրիշ միջոցառումներ, ուրեմն այս տարի ունենք երեգոյան հայոց թաղերներս մոմավարություն եւ երթմը, ինչպես նաեւ հաջորդ օրը ունենք Սուրբ եւ Անմապատարակ առավոտյան ամսուն 24-ին եւ երեգոյան ունենք հուշ երեգո Ալեքսե Մարիմանյան հանդիսասրահներս, որը բոլոր համայնքի բոլոր գուսակցությունները եւ միությունները միասնաբար աշխատեն եւ գզրակվեն այս երկու օրերու միջոցառումները, բայց ինչպես ասեցի, պատերազմական դաշնության պատճառով մի քիչ թատրած ենք որոշ միջոցառումներ կազմակերպել։ Եթե այլ ավելացնելու բան ունեք։ Մենք արդեն ինչպես գիտեք, հայ եկեղեցին թիմավորելու է Եգովշաբաթ Սուրբ Հարության տոնը, նաեւ Երուսաղեմի մեջ մեծ խանդավառությամբ ենք թիմավորելու, բայց նաեւ պատերազմական դաշնությունը գդիրե եւ գործենք մեր ուժերի համաձայն դոնախմբել եւ բահել ավանդությունները եւ մշակույթը եւ գրոնական հանդիսությունները սուրբ դերյաց մեջ եւ համայնքներս պետք է ասվի որ սփյուռքը պետք է միշտ իր աջակցությունը եւ հետաքրքրությունը ցուցաբերե հանդեպ Երուսաղեմի, քանզի Երուսաղեմի համայնքը եւ Երուսաղեմի հայկական ներկայությունը բաց ներկայություն չէ, այլ հարյուրավոր տարիներու ներկայություն մնե, որը ասկային շահ մնե եւ ասկային ներկայություն մնե։ Ուրեմն սփյուռքը պետք է միշտ իր աջակցությունը ցուցաբերե ոչ թե միայն պատմական օրերու, դոնախմբություններու կամ միջոցառումներու, այլ դարբու բոլոր օրերու ընթացքում։